Մարսպետ Գրիգորյանը ինչ է դրա ազգանունը Կատրին Խոշտանգած ընտանիքի դատին, ցավոք այսօր մեղադրյալ աթորին մենակ Մարսպետն է, եւ հիմա այս Ինչական բաժնի պետն է ուրել Դավիթ սա Ուկրաինա փախ իրենց փախած այս անձնավորությունը մենք չենք կարողանալու նորմալ արդյունքի հասնել, այսինքն դատաքննության համար շատ կարևոր է թե ինչ որակի նախաքննություն է կատարվել նախաքննության ընթացքում նորից եմ կրկնում 500,000 անգամ ասելու եմ դրա ասոբը տուպիղ այն որ չի հասկացել մինչև հիմա որևէ անգամ ոչ արարես մեզից որևէ մեկի ցույցում չեն դեր։ Բայց էլ Մարսպետի կողմից մենք դատարանից որ կասենք, ուղղակի հիմիկվանից եմ ասում։ Մենք նայենք, բոլորը հույս ունեն, որ այն զեյթունի պես մեզ ներկայացնում են, ու մեր քանակը պակասելու է։ Բայց ոնց տեսնում եք, մենք բոլորս Երևան քաղաքում ձունել մի Անդրեվել, մի Ծիրանը, Ջիրեմ, Սարմուրանտանդրի, մենք բոլորս գալիս ենք այս դատարանին եւ հետանում Աստված մի արասցե, Մարսպետ Գրիգորյանը, չէ դարձել ասում, ես և մենք բոլորսի նպատակում, որ հայտնվի քրեակատարողական այսինքն այդ ուգանք տենց բաների մենք ստիպված ենք լինելու Մարսպետ Գրիգորյանը դատաստանում, այսինքն սա հայտարարում դատաստանում, որովհետև եթե արդարադատությունը չիրականացվի, ապա մենք ենք ստիպված լինելու իրականացնել արդարադատությունը այնպես, ինչպես որ ենք պատկերացնում, որովհետև որևէ նորմալ ուղի վրա չի կարանում կամ անլեզվի կամ անտեր ասված, չնայած մարտասություն մենք ենք տերերը, անտերի նկատի ունեն, որ տերը չի պահում տվյալ կենդանի։ Հիմա այսօր մինչև այդ մենք մի հատ նորից հետաքրքիր կերպար ունենք, որ այս գործի մեջ կամովի հայտնվել է դա վայրից ոման հիմա առակելում ասել, ես իրան խորհուրդ չէի տա հայտնվել մեր բոլորի թիրախում, որտեղ մենք տենց բոլորս տարբեր կենդանիներ են սիրում, բայց ունենք պիտբուլի ու ստաֆի խվատկա, որ բռնեցինք էլ բաց չեն թողնելու, ծմա, տենց չի, մինչև սենց կծեն ու կողեն, ուղղակի շատ բաներ կա, որ մողտում ենք կպնել կծելուց էսա, բայց եթե մարշիքսն դում են պերջավի Հիմա նայեք ինչի մասին է խոսքը, քանի որ Արարատի մարզի դատախազության վրա որևէ հույս չկար, ի տարբերություն գլխավոր դատախազության, են էլ հիմա չենք կարող ասել, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը իր բոլոր գործառույթները թողնի, մենակ այս կարգի գործը զբաղվի։ Այն դատախազը, որ ներկայացնում այսօր մեղադրանքը, դա Արարատի դատախազության այն դատախազն է, որի մոտ մենք ի ցավս ինձ եղել ենք, դրա մեղադրանքը պաշտպանելը իմ համար իրատեսական չի, որտեղ հենց ինքն Այդ այն դույն դատախազնա, որից առ այսօր տեղեկություն չունենք Մարսպետի տղան, որ իբրև գործ ուղարկվել էր ձայնային փորձաքննության, ինչի չի միացել այս խմբին, քանի որ խմբային է եղել, ինչի Մարսպետի տիկինը գալիս նստում է դատական նիստերին, հետաքրքիր է, երբ որ ինքը, որպես պես պիտի մինուտ մեղադրել, իրինի մեղադրել, այս անունը դատախազի գործելավոճը բացարձակ մեր համար հուսադրող չի։ Եվ սա է եղել, ես ուզում եմ ժողովրդին բացատրել, որ հասկանան, եւ սա է եղել մեր միտումը, կապրիչ չի եղել, որպեսզի մեզից որևէ մեկի ուժով ճանաչեն, ինձ կճանաչեն, որպեսզի մենք կարողանանք իրացնել ճիշտ մեր իրավունքը եւ կարողանանք պաշտպանել այդ կարգի շահերը, որովհետեւ ես սա կլիներ նախադեպ որոշակի Որովհետև բոլոր են կենդանիները, հա, թափառող ասեմ, անտեր չասեմ, թափառող կենդանիները տեր չունեն, նոտարական գրասենյակ չեն կարող գնալ լիազորագիր տալ, նույնիսկ հանրային պաշտպան չեն կարող անցել, էլ չեմ ասում փողի պես, հա, ոնց որ ես, չնայած սա բարձր ասեմ, սրա իրակ ինձի լեզվով չեմ կարծում, որ բարձր է, որովհետև թափառող կենդան, ես մեղն համաձայնության Եվ մեր համար շատ էական է, մեր
վերջինս հավակնում էր դառնալ հակակոռուպցիոն դատարանի դատավոր եւ վերջինս բարեվարկության վերաբերյալ ես տվել եմ բացասական եզրակացություն, ելնելով վերջինիս հայտնած սուտ իրականության չհամապատասխանող տեղեկություններից, որովհետև գիտեք ինչ, ընդհանրապես խոսալվակ, ասենք, դեպի վրա աղուտի բարացանը, կամ խանունը կարող է ձեռնխմել, կամ անդի բանով, բայց սա դատավոր է, սրան երևի ծնկած վերջում ինքը դարել է դատավոր։ Նա չկարողացավ դառնալ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, սակայն 2 տարի առաջ չգիտես ինչու փոխվել է դիրքորոշումը, այսինքն ինքը խախտումներ անող դատավոր մարդուց, ով ուներ մենակ լիքը խախտումներ ավտոմեքենայով, որը կարամ ես անեմ, մենք շմայսն ասում եմ ես կարամ փոխել, բայց դու ես քեզ, ես կարամ անեմ խախտում, ես չունեմ պաշտպան, ես դատավոր չեմ, ես որևէ մեկի չեմ դատում, իրա տատված պատասխանը նոր եմ սովորել քշել, իսկ կարող է մեկն էլ նորա սովորել քայլել, կամ մեկն էլ նորա սովորել գրել, որ նոր հայց է ներկայացում ուժով ճանաչել է, կամ ասենք այդ տիկինը նորիորդը ասում է, որ ինքը դու բարեվարկությունը դա երկուսում ես հատուկից կապերի կոռուպցիոնիստների մի դատավոր, ով հայտարարագրերում չի լրացրել իր ունեցած եկամուտները, այդ սուբյեկտը սա, պետք է գնա այսօր մարդ դատի, բոլոր են մեղադրյալներին, բոլոր են ուժողներին, ովքեր սրա վարած դատականիստերի դալիճում ես օֆիցիալ հայտարարում եմ, որ ձեր դատավորը հանգատան կոռուպցիոնիստ կարող է դրա վրա դիմելով, դրան բացարկել, եւ նա իրավունք չունի դատավորը։ Երբ որ մենք դիմել ենք բողոքարկել ենք դատավորի որոշումը, իդեպ որոշումը բողոքարկել է հաստատանում Իրան Ղազարյանը, ով դասախոս է, այսինքն պատվերում անսեց սուբյեկտ կրթածքն իրավախախտումներով, այսինքն մարդը գրել է հիմնավոր բողոք, բայց վարչապետարանի դատարանը որոշել է, այսինքն նա չէր էլ կարող ըստ էության, ինքը այդ առումով, իրավական առումով, այն իմպոտենտ է, որ նա չէր կարող նախադեպային մի ակտ կայացնել։ Իսկ ինչ է նշանակում, ես բոլորին եմ խոչվում, որ քառակուսի մտածելակերպից Ռուբիկի դուրս գան, որ ուժող տարալի մարդը, ով մեռել է, նրա ծնողները կարող են ուժողի իրավահանջող, այն մարդը ունից գողություն են արել կարալի ուժող, բա այն մենք որ այդքան հոգեկան ցավ մենք որ շարունակաբար ամառ, ձմեռ, տաք, հող, մենք կարող է մեկին ու տպալություն ասլեցում մենք ոչ չունենք կամ կով են ստանում, չենք ստանում, մեկին տվել, չենք ստանում, մենք էլ լիքը գործեր ունենք, ստեղ ոչ մեկ կանուրջի տակ ապրող, ասենք շուն պահորդջուրացից մեկ այնքը բանի գործ չուներ, չնայած նրանց ավելի եմ հարվում, քան թե լիքը այլ մարդկանց։ Մենք լիքը գործեր ունենք, եթե մենք հոգեկան ցավ չապրեին, մենք այսքան էստեղ այսինքն ապրիորի մենք ուժող ենք բոլորս Լիմա Առաքելյան, այն որ դու ստախոս անձնավորություն ես, դա ինձ համար նորություն չի, կարող ես 560 հատ քաղաքով մտնես դատարան, որ մենք բոլորս գանք այդ դատական նիստերին ու քեզ ապացուցենք, դու այն աղջիկը չես, որ Երևան քաղաքում Փարիզյան սուրճի դիմաց Աբովյան փողոցում հայտարարագրել են, որ $200 ունես բացել, այդ դու ես ջերմուկից եկե Աբովյան փողոցով համար նորություն է, մենք բոլորս այդ քաղաքում մեծացած մարդիկ են, իսկի Բրեժնևի վաղ $200 չի եղել Աբովյան փողոցի վրա տունը, բայց տունը տուն, մենք սուբարենգա հանձնենք, լավ չես աղջիկ ջան, հա, որ մեկ հիշացնեմ, թե հիշացնեմ, որ 75,000 դրամից մինչև 200 քանի մաքսիմում 220,000 դրամ աշխատավարձ ես ստացել, ու դրոք ասում ես ես սիրում եմ բրազիլիաներում ճամփորդել 2000 €, որ հարցնեն որտեղից ասում ես պապաս ասում, իմացնենք պապայի, պապա ոնց առանանի, այսինքն էլ ասեմ, այն որ
դարձել։ Սա դարձել է ելնելով կենքաստից, որ իր պապան առողջարան ունի։ Հիմա ինձ հետաքրքիր է, սրան դատավոր նշանակող բարձրագույն դատական խորհրդից քանի ու թե այս առողջարանում վաննը ընդունել, առողջացել, բաժակներով ջերմուկ են կարգել։ Այսինքն, եթե հատուկ բարեբախտությունից ելնելով, ասեմ, մեզ ցանկացածը բարի սխալ դրածին հայտարարել եկամուտները թաքցել, աղջիկ ջան, ինչ ասի պապաս է տվել, կարող եմ որ վաղը դատական ակտ, կողմից մեր դատական ակտները, պապան կայացնել, հա? Պապան ջերմուկի առողջարանում այս կլումբայի վրա աթոռը դրել նստել է, են սև ֆլաշը հագել է ու դատական ակտ է կայացրել, ասիկ հացը ոնց ես ասես պապաս է, բրազիլիա ոնց ես պապաս է, պապա, քո պապան, Արարատ Առաքելյանը, լավ կանեմ քեզ քաղաք չթողնել Արարատից, բայր է ձեր շրջանում։ Արարատ Առաքելյանը ջերմուկի Մոսկվա առողջարանի սեփականատերն է, 3 տարվա, այսինքն իր տարեկան եկամուտը 5 միլիոն 400,000 դրամ։ 5 միլիոն 400,000 դրամներ չկողը, այդ 5 միլիոնը, այսինքն այդ 5 միլիոն 400,000 3 տարվա եմ, մի տարվա չէ։ Այսինքն, թեկուզ տարեկան է 5 միլիոն 400,000 $10,000 գումերը դրանց 2,000-ից կեգոյիստ աղջիկից է կար։ Ձերոս թողել ես չոր հացի վրա, մենակ հաց են ուտում, մեկ է դե ջերմուկում ջուրը ձրի անգելում են, կրուշկով ջուր է խանում։ Մի ցելի ընտանիք չոր հացի վրա է, ասած ես մոտում շուկարն եմ, սիրում եմ Աբովյանի վրա ապրել, ու աղջիկն համար կարևոր չի, որ դատարանում եմ դատավոր, հակակոռուպցիոն թե կոռուպցիոն, հիշում ես խոսքերը։ Այսինքն քո համար ժամանց, այդ սև պլաշը հագնես, քեզ սենց պարուր ես այդ սև պլաշում ու մեր համար, մեր առումով սենց դատական ակտեր կայացնես, դե դու բռնվի, իրականում բռնվի։ Սպասում եմ, որ քաղաքայցում մտնես դատարան պատիվ արժանապատվություն պահանջես ու ես այդ չունեցածը մենք բոլորս գանք ու քեզ սկսենք կամաց վերադարձնել։ Սա ես դիմում եմ հակակոռուպցիոն կոմիտեին։ Որտե սա ակնհայտ կոռուպցիոն իսկեր է, մի դատավոր, որ առավոտից ակտուալից լավ չնշի։ Լավ չնշի ասում, բավական չի կամարանում, բավական բերի։ Չունանի Աբովյանի վրա $200, Աբովյան փորձել է $200, կարող լավ բավականես, լավ ակենքոտունես, ստաչում, չգիտեմ ասում, հետ ծանում կամ տող, ես մոտքը անձնական $200 հնարավորություն է, հիմա լավ եսի քեզ է նույն և վերաշնության վերացնել սրա որոշում, որովհետև այս որոշումը մենք բոլորս ելևս ապրիշ չի, մեր բոլորյանը շատ կարևոր դեպքսի մենք կարողանում իրացնել մեր պաշտպանության գիծը և կարողանանք դատարանում մրցակցային է, չէ դատարանը, երկու կողմը մեր համար մարզպետ է կանգնած, ինչ դատախազը, ինչ կատու խոշտավորը, այսինքն այսօր այս դատը մրցակցային չի, մենակ դատավորն է, որ արդարը, այդ կողմեն մարզպետն է ասված, նա ասում է մարզպետը լավ է, կարճում են գործը ու եթե մենք չգինենք գլխավոր դատախազություն կարճել են, մարզպետն ասում լավ է մարին արել են, որտեղ դատախազը դի կարճում, հիմա դες դատախազը ինչ կողմցել ես կերի ոչ հողատախոս չեմ կարասել, ամեն մարդ իրա կալիբրն ունի, օրինակ այս Ռիմայի կալիբրը Բրազիլիա գնալն է, կարող այդ դատախազի նա աղունի կարել, լավ զուշա տվել մարզպետը, ինչ չեմ կարասել, կարող է չի տվել, կարող է երկել է իր համար, կամ պարել է, կամ արձիվի տեսք անցնել, ես չգիտեմ, բայց մի բան արել է այս մարդը, հիմա մենք այսքանս Հայաստանի Հանրապետության քաղաքացի որ է թույլ տվել մեզ ձեռ անել, դատավորի և մերի քննված գործը բերել դատարան, դնել, որ վերջում ասել տեսը դատավորն արեց, դատավորը ոչ են անում իրական լինել ահավոր օբյեկտի, որտեղ մենք սպարքները, ինքը
համար են պայքարում, ասում ենք կան մարզպետին ընտրեք կամ չընտրեք, որտեղ ինքը պատվի խոշտանգել կամ մեզ ընտրեք, որտեղ կենտրոնապես հասուն պուբլիկային հավաքել։ Ոչ կողեց սանձնա, մեկ ընդհանրելը, սա մեր առաքելությունն է, երեն էլի եմ ասում, մեզից վախից է, որտեղ վախ որտեղ բոլորի հետև գալու է։ Ես Ռիմա ջան, եղանակը տատնը գակնատ ավորան փողոցի վրա տանը տակ միծիվան ենք, սրջենք, հետ պոպեսս ճասվես տնես։ Եվ Ռիմայի պապա, ավելի լավ կրներ, ես Մոսկվա առողջարանի փողերը ծացրել, աղջիկը դերակցության բարձրացման վրա։ Եվ լավ ինստրուկտոր բարձրել ավտոյի, որ մենակ մի բանի անցնի 9 հատ վարչական իրավախախտում չունեն։ Մեկ էլ նատ մաթեմատիկայի դասակից է արարապարակը, որ կարողանար դեկլարացիան ճիշտ լրացնել իր եկամուտներ, երբ իր պլյուս մինուսը չի աշխատում, իր ամենակ պլյուսի կոճակն է աշխատում։ Բայց մեր շնորհիվ որ մինուսի կոճակը երկիմա, մենք իմել ենք հավատորություն բնույթի նախագահային, թող ձեզ լիազորություններից ընդհանրապես ինչ-որ բդխնձրի, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնի հասկանանք ինչ կոռուպցիոն ռիսկերով դառար դատավոր։ Ինչ կոռուպցիոն ռիսկերով դառար դատավոր։ Էլի եմ ասում, ում ինչ տվեցիք։ Բիդոնով ջերմուկ եք տվել, փայ եք տվել, այդ վանան եք արել, ջուբաժ եք արել ձրի, ինչ եք արել ես մարդկանց բդխեի անդամներ։ Դուք ո՞նց սրան օգնեցիք դատավոր։ Ձեզ ո՞ր իրավունք տվել մեկ նորա հարկավորել։ Սա կարողանա մարդ դատի, սա ուղղակի մարդ դատի իր գիտելիքներով։ Մեկը իսկ են գայի պարեկը պիսերան դատի, որ աջուձախ խախտում ան, ուսմա լավ չեն նշում։ Ես էլ ուրիշ բան չունեմ ասելու, ու բոլորը թող ականջներին ող անեն։ Մենք էլի եմ ասում, ոչ մեկից այդ ավելան չեն խաղում։ Մենք բոլորից պահանջում ենք, որ մեր տված փողերը ծախսեք նպատակային մեզ ծառայելու համար։ Դուք մեր ծառաներն եք, բոլոր դատավորները, դատախազները, աշխատողները, բոլորը Կապ իրավունքների պաշտպանության Ես կարող է եթերում մի վարքյան, հա։ Շարեք մի կողմ գնանք, մենք վերջացնենք, հետո կդիմենք։ Ես ուղղակի գիտեք ինչ կուզեի ասել։ Կլինի մենք Եթերում ենք։ Մի ասել, Տատուների իրավունքների պաշտպանության հետ կապված մարդը գերակար Արժեք է հերու կանեք դրա համար գործում ունի մի մարդու իրանքների պաշտպանի գրասենյակ ես մարդու իրանքներ եմ պաշտպանում լավ ավելի կգերադասենք քան մարդու ձեր իրավունք արեստով Մարկյան բնակիչներ են ծառում են պաշտպանում եկերներ ուրավակատրաբանի հա բանի ոչ մի պրավակատոր մեզ ոչ չի կարողանի, մենք սեդատիվ ընդունակ մեր ներքով։ Ես նորից եմ պետք է որևէ մեկի հետաքրքրելի կողմի, մենք ուղարկել ենք և չծառայել Ես են մարդուկ մի անգամ էլ եկել են հասել են դատարան, մենք դատարանից ես եկել եմ ձեզ խորհում ասենք խորհրդատվությունը մենք գրասենյակ ունենք, ես էլ ուզում ենք 90-ական թվականների շրջիկ ծառեմ դինքերի որտեղ մարդով այդ սեղանը անեն դնել, այդ պատմում ծառեմ դնել ու սկսեմ խորհում սրան ասին ես կանել կմտնենք դատականից մարպետի կանոչը ես կանել